Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն եմ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրած է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու հրամանագիրը։ Հանդիպման ընթացքին նախագահն ու վարչապետը խոսած են նոր կառավարության առաջիկա աշխատանքի, խորհրդարանի քաղաքական մշակույթի և Հայաստանի պետականությանն ամրապնդման առաջնահերթություններուն մասին։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալած է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ստորագրած է հրամանագիր ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացմամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին։ Անկեղծ շնորհավորում եմ, մաղթում եմ ձեզ մեծ համբերություն, տոկունություն, վճռականություն այս դժվարին ժամանակներում մեզ առաջնորդելու համար, երկիրը դեպի բարեկեցիկ ապագա տանելու համար։ Վստահ եմ նաև, որ ձեր սկզբունքայնությունը ի նպաստ է լինելու իհարկե Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը, սահմանադրականության սկզբունքներից ելնելով ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի խաղաղ եւ արժանապատիվ ապագայի։ Նիկոլ Փաշինյանն ալ շնորհակալություն հայտնած է նախագահին հրավերի եւ հանդիսավորության պայմաններու մեջ հրամանագիրը ստորագրելու համար, ապա շարունակած է։ 2018 թվականին, երբ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում ստանձնեցի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, դժվար կլիներ կանխատեսել, որ մենք անցնելու ենք այսպիսի ճանապարհով եւ կարծում եմ, որ դժվար կլիներ կանխատեսել, որ մենք ի վիճակի ենք լինելու այս ճանապարհը հաղթահարել, բայց մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք եւ կարծում եմ, որ այս ամենում առանցքային դերն ու նշանակությունը միանշանակ եւ աներկվա Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է, ով ի վերջո պետական գիտակցության եւ պետականակենտրոնության առանձնահատուկ արտահայտությունների ցույց տվեց այս ողջ ընթացքում։ Եվ իհարկե սա մեծ պարտավորություն է եւ պարտավորվածություն է։ Իհարկե առաջիկայում կձևավորվի կառավարությունը եւ կառավարության բոլոր անդամները ներառյալ ես երթման տեքստով արդեն կամրագրենք մեր պարտավորությունները մեր ժողովրդի առաջ։ Վարչապետը հույս հայտնած է, որ 9-րդ գումարման ազգային ժողովը ի վերջո պիտի դառնա այնպիսի հարթակը, որ պիտի լա քաղաքական գաղափարներու, մտքերու, տեսլականներու եւ ոչ թե անձերու փախման միջավայր։ Այսօր էլ տեսա, որ ազգային ժողովի նախագահի տեխնացուն քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված պարոն Ռուբինյանը այդ նույն ուղերձը հղեց, որ ցուցաբերելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության պատրաստակամությունը խորհրդանում աշխատել առանց անձնական եւ անձնավորված թիրախավորումների, հայհոյանքի եւ վիրավորանքի տրամաբանությունից դուրս իհարկե բանավեճերը պետքա եւ կլինեն սուր, բայց շատ կարեւոր է թե սրությունը ինչի մասին է։ Սրությունը քաղաքական, տնտեսական, սոցիալ-տնտեսական բովանդակության մասին պետք է լինի եւ ոչ թե փոխադարձ թիրախավորումների։ Ամեն դեպս մենք ձեր ուղերձը լսել ենք եւ մենք այդ ուղերձով ենք առաջնորդվելու։ Հույս ունեմ կհաջողվի չշեղվել այս ուղուց, որովհետեւ դա միակողմանի չէ այդ գործընթացը եւ եթե անդիմությունը այս տրամաբանությունը նույնպես ընդունելի համարի, կարծում եմ շատ ավելի որակյալ աշխատանք կունենանք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներուն դրված է հնարավորություն սահմանադրությամբ ընտրելու իշխանություն, ասիկա դարձած է իրականություն, նշած է երկրի նախագահը։ Իրականում այն քաղաքականությունը, որ վարում եք դուք, որպես կառավարություն ղեկավար, որպես քաղաքական ուժի ղեկավար մեծամասնությամբ, դրանք ի նպաստ են լինելու Հայաստանի Հանրապետության ամրապնդմանը, դրանք ի նպաստ են լինելու Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը եւ միանշանակ ի նպաստ են լինելու Հայաստանի ուժեղ ապագային։ Նախագահը հիշեցուցած է, որ մեր ժողովուրդը դարիներ շարունակ իր ընտրությունը կատարած է, բայց ցավոք սրտի իշխանությունը իր ձեռքեն վերցուցած են։
18 թվականից հետո մեր ժողովուրդը կատարում է իր ընտրությունը եւ ստանում է այդ իշխանությունը։ Եվ իշխանությունը, ով ընտրվել է այդ ժողովրդի կողմից, նաեւ պարտավորություն ունի եւ պետք է արդարացնի այդ վստահությունը, որ ստանում է ժողովրդի կողմից։ Բայց կարևոր մի գործոներ կա։ Պետության կայունությունը, ամրությունը կախված է ոչ միայն քաղաքական մեծամասնությունից, ով ստանձնում է իշխանություն, այլև ընդդիմությունից։ Ինչքան որակյալ քաղաքական մեծամասնության կարիք ունի ժողովրդավարական երկրներում հասարակությունը, ավելի կարևոր նշանակություն եւ դեր ունի ընդդիմությունը։ Եվ մենք միասին պետք է ամեն ինչ անենք եւ այդտուն նաեւ ընդդիմության հետ մենք աշխատենք։ Նախագահը եզրափակած է՝ ի վերջո բոլորիս նպատակը մեկ պետք է լա՝ ունենալ ամուր եւ հզոր Հայաստանի Հանրապետություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերանշանակման արդիվ միջազգային շնորհավորանքները կշարունակվին։ Շարք մի երկրներու ղեկավարներ իրենց ուղերձներում մեջ վերահաստատած են Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը եւ կարեւորած են երկկողմանի հարաբերություններու խորացումը։ Չինաստանն ու Հայաստանը երկարամյա ավանդական բարեկամություն կվայելեն։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնին վերանշանակվելուն արդիվ շնորհավորած է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը։ Դիվանագիտական հարաբերություններով հաստատում են ի վեր 34 տարի առաջ երկկողմանի հարաբերությունները պահպանած են ամուր եւ գայուն աճ, իսկ գործնական գործակցությունը դված է պեղմնավոր արդյունքներ։ Չինաստանը պատրաստ է գործակցելու Հայաստանի հետ առաջնորդվելով փոխադարձ հարկանքի, փոխադարձ վստահության եւ փոխշահավետ սկզբունքներով, խորացնելու գործակցությունը բոլոր ոլորտներում մեջ եւ շարունակապար հարստացնելու երկու երկրներում միջև ռազմավարական գործընկերությունը։ Ճապոնի վարչապետ Սանաե Թակայիչին շնորհավորած է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետի պաշտոնին վերանշանակվելուն արդիվ անմասնավորապես նշած է, որ Հայաստանը կարևոր գործընկեր մնե Ճապոնի համար օրենքի քերագայության վրա հիմնված ազատ եւ բաց միջազգային կարգի պահպանման եւ ամրապնդման գործի մեջ։ Ցերետ քերազանցության անցյալ դարվան սեպտեմբերին Ճապոն կատարած այցելությունը կարևոր առիթ մներ երկկողմանի հարաբերություններու խորացման համար։ Հաջորդ տարի գլերանա մեր երկու երկրներու միջև դիվանագիտական հարաբերություններու հաստատման 35-ամյակը եւ ես անհամբեր կսպասեմ երկկողմանի հարաբերություններու հետագա ընդլայնմանն ու զարգացման, ցերետ քերազանցության հետ սերտ գործակցության ծիրեններս։ Ղազախստանի Հանրապետության նախագահ Քասիմ Ժոմարտ Թոկայևը շնորհավորական իր ուղերձի մեջ նշած է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցուցաբերված բարձր վստահությունը pedagogan պատասխանատու պաշտոնին անոր անձնվեր աշխատանքին օրինաչափ արդյունքն է։ Ասիգացեր ռազմավարական ուղեկիցին նկատմամբ հանրային լայն աջակցության ագնարու վկայությունն է, որ ուղղված է երկրի քաղաքացիներուն բարեկեցության, բարձրացման եւ միջազգային հեղինակության ամրապնդման։ Ղազախստանի մեջ ցեզ գճանչնան իբրև ականավոր pedagogan կորձիչ, որ անգեղձորեն շահագրգռված է Ղազախստան-Հայաստան ռազմավարական գործընկերության հետագա աշխուժացմամբ եւ ընդլայնմամբ։ Վստահ եմ, որ համատեղ չանքերով մենք պիտի բազմապատկենք մեր ձեռքբերումները եւ Ղազախստանի ու Հայաստանի բազմակողմանի միջպետական հարաբերությունները պիտի հասցնենք որակապես նոր մագարտակի։ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորելով ընդգծած է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերանշանակումը այս բարձր պաշտոնին անգամ եւս կվկայե հասարակության կողմէ անոր քաղաքական ուղեկիցին ցուցաբերվող աջակցության մասին, որ անշեղորեն միտված է բարեկամ Հայաստանի ընկերային տնտեսական հարաճընտասին եւ միջազգային ասպարեզի մեջ անոր հեղինակության ամրամտման։ Օգտվելով արիթեն գցանգամընդ գծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի եւ Հայաստանի միջև բարեկամության, փոխըմբռնման, փոխադարձ հարկանքի եւ վստահության երկարամյա ավանդույթներուն վրա հիմնված գառուցողական գործակցության հարաբերություններու համագողմանի զարգացման գործի մեջ։ Վստահ եմ, որ համատեղ չանքերով մենք այսուհետև եւս ամեն կերպ պիտի նպաստենք այդ գործընթացին արդյունավետ հարաճ մղման իշահ մեր ժողովուրդներու հիմնարար շահերուն։ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրզիոյևը եւս շնորհավորական ուղերձ ղած է Նիկոլ Փաշինյանին։ Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնին ծեր գործունեությունը պիտի նպաստե ծեր ժողովրդին գենսամագարտակի հետագա բարձրացման, երկրի միջազգային հեղինակության ամրապնդման, ինչպես նաև Ուզբեկստանի եւ Հայաստանի միջև փոխադարձ գաբերու հետևողական զարգացման։ Սլովենիա վարչապետ Յանեզ Յանշան եւս շնորհավորած է Հայաստանի վարչապետը եւ ընդգծած է, որ ընտրություններուն արդյունքները հստակորեն գարդացել են հայ ժողովրդին հանձնառությունը իրենց երկրի եվրոպական ուղիին նկատմամբ։ Սլովենիան կշարունակե մնալ Եվրոպական միության եւ Հայաստանի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը։ Կովելի են նաեւ դարաձաշրջանի մեջ երկարադեպ խաղաղության եւ գայունության հարաճ մղման ուղված ծեր նշանակալից ճանքերն ու նվիրվածությունը։ Համոզված եմ, որ բազմաթիվ հնարավորություններ պիտի բացվին մեր հարաբերությունները հետագային ամրապնդելու համար։ Ես անհամբեր կսպասեմ մեր քաղաքական երկխոսության խորացման եւ երկկողմանի գործակցության ընդլայնման։ Իշահ մեր երկու ազգերուն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին ներկայացուցած է նորանշանակ ղեկավար Լիլիթ Մագունցը։ Վարչապետը շնորհակալություն հայտնած է Արայիկ Հարությունյանին համատեղ աշխատանքի համար, նշելով, որ առաջիկա փուլին կառավարությունը պիտի շարունակի աշխատանքը առաջնահերթություններու որոշակի ճշգրտմամբ։ Լիլիթ Մագունցն էլ վստահեցուցած է, որ պիտի ենե առավելագույնը արդարացնելու իրեն ցուցաբերած վստահությունը։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմին ներկայացուցած է նորանշանակ ղեկավար Լիլիթ Մագունցը։ Շնորհակալություն հայտնած է Արայիկ Հարությունյանին, նշելով, որ նախորդ 5 տարիներուն ան վարչապետի աշխատանքային առաջնահերթությունները ուղեկցած է քոհացուցիչ կերպով։ Այժմ հաջորդ փուլում Տիկին Մագունցը պետք է ուղեկցի այդ առաջնահերթությունները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը այն կարգավիճակն է, որ առավել ուղիղ է առնչվում վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ եւ ես կարծում եմ, որ մենք հիմա նաեւ այս ընթացքում մեր կատարած աշխատանքի վրա հենվելով պետք է շարունակենք աշխատանքը առաջնահերթությունների որոշակի ճշգրտմամբ։ Երկրի ղեկավարը Արայիկ Հարությունյանին հաջողություններ մաղթած է ազգային ժողովի պատգամավորի ղեկավարի մեջ, հավելելով, որ անիկա շատ կարևոր է հրաբարակային քաղաքական գործիչին համար։ Վարչապետը հիշեցուցած է, որ Լիլիթ Մագունցը 2018-ին եղած է կառավարության անդամ, զբաղեցուցած է մշակույթի նախարարի պաշտոնը, ապա տեղափոխված է խորհրդարան, եղած է Իմ քայլը խորհրդարանական խմբակցության ղեկավար։ Միացյալ Նահանգներու մեջ Հայաստանի Հանրապետության տեսփան, այնուհետև վարչապետի գլխավոր խորհրդական։ Համոզված եմ, որ մեր երկու գործընկերները ինչպես նախորդ կարգավիճակում իրենց շատ էական եւ տեսանելի ներդրումը կունենան Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման գործում։ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնած է վարչապետին քննադատականներուն համատեղ աշխատանքին եւ աջակցության համար։ Ես անձամբ եւ աշխատակազմը ամեն ինչ արել է այս տարիների ընթացքում, որպիսի առավել հեշտացնի վարչապետի աշխատանքը եւ առաջ տանի այն հարցերը, որոնք դրվել են աշխատակազմի առաջ։ Ես կարծում եմ, որ մենք ունենք բավականին լավ համակարգ աշխատակազմում եւ դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ այստեղ հավաքված գործընկերներին, յուրաքանչյուրը իր ներդրումն է ունեցել այդ գործում եւ վստահ եմ, որ կապահովեն շարունակականությունը։ Հարությունյանը դեղեկացուցած է, որ անցումային փուլը իրականացուցած են եւ Լիլիթ Մագունցը այս պահուն լավ դեղեկացված է այն գործընթացներեն, որոնք դեղի կունենան։ Իր հերթին Լիլիթ Մագունցը շնորհակալություն հայտնած է Փաշինյանին վստահության համար։ Կանեմ առավելագույնը, որպեսզի արդարացնեմ այն ակնկալիքները, որը դուք ունեք։ Ուզում շնորհակալություն հայտնել նաեւ պարոն Հարությունյանին այս կարգավիճակում իր հաջորդողների համար շատ բարձր նշաձող սահմանելու համար եւ այս ընթացքում անցումային փուլում իր ցուցաբերած աջակցության համար։ Մագունցը ողջունած է նաեւ աշխատակազմը, շատ կառուցողական եւ արդյունավետ աշխատանքի ակնկալիքով։ Ամփոփելով վարչապետը նշած է, որ հարաճիգային մեծ աշխատանք կսպասվի։ Անիկա այն մեծ օրակարգի մեջ է, որ ունեցած են։ Այդ մեծ օրակարգը ես ձևակերպում եմ որպես Հայաստանի պետականության հարատևության օրակարգ, բայց իհարկե ամեն շրջափուլը առաջիկա 5 տարիների շրջափուլը մեզ համար բացում է նոր հնարավորություններ եւ իհարկե իր հետ բերում է նոր մարտահրավերներ եւ ես հույս ունեմ, որ մենք կարողանանք նկատել եւ իրացնել հնարավորությունները եւ կառավարել մարտահրավերները։ Հիմա արդեն լավ, գուցե ինչ որտեղ ոչ այնքան լավ, այսինքն կախված դիտանկյունից եւ հանգամանքից լուրը այն է, որ մենք արդեն փորձառու իշխանություն ենք եւ սա իր հետ բերում է եւ առավելություններ եւ թերություններ։ Առավելությունը այն է, որ գուտակված փորձը իհարկե միջոցն է, որ պետք է գարենանք կիրառել, իսկ թերությունը այն է, որ այս աշխատանքին առօրեական դառնալը կրնա իսկապես որոշակի թմրածություն բերել, նշած է վարչապետը, հավելելով, որ պետք է ամեն ինչ անել այդ թմրածութենեն խուսափելու համար։ Համոզված եմ, որ մենք միասին դա կարողանանք անել, այդ թվում խորհրդանական գործընկերների աջակցությամբ, այդ թվում կառավարության գործադիր իշխանության ներկայացուցիչների աջակցությամբ եւ անընդհատ վերանայելով մեր աշխատանքը։
Հայաստանը կշարունակի կարևորել Եվրասիական տնտեսական միության անդամբեդություններու հետ համագործակցությունը, սակայն կակնկալ է, որ միության հիմնարար սկզբունքները կիրառվին նաև գործնականին մեջ։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձած է ընդհանուր շուկայի մեջ արգա սահմանափակումներուն Հայաստանի տնտեսական այլընտրանքներ ստեղծելու քաղաքականության եւ Եվրամիության անդամակցության հնարավոր գործընթացին։ Փաշինյանի խոսքով միության համար այժմ կարևոր է բարձրացնել անոր մրցունակությունն ու գրավչությունը եւ ապահովել անդամբեդություններու համար հավասար պայմաններ։ Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության անդամբեդություններուն հետ համագործակցության ամբրաբնդումը կշարունակի մնալ արտաքին քաղաքականության եւ արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթություններ են։ Հայտարարած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։ Этот подход найдет свое отражение и Այս մոդեցումը իր արդացոլումը կգտնե նաև նոր կառավարության ծրագրի մեջ, որուն ղեկավարումը ինձի վստահված է։ Հայաստանը հետևողականորեն հանդես կուքա Եվրասիական տնտեսական միության հիմքին մեջ տրված սկզբունքներուն հավատարմության օգտին։ Եվրասիական տնտեսական միության հիմնարար սկզբունքները մեկը ապրանքներու, ծառայություններու տրամագլուխի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումն է։ Ցավոք գործնականի մեջ այս սկզբունքները լիարժեք չեն իրագործվիր։ Առանցին սահմանափակումներ եւ վարչական միջոցներ կշարունակեն խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեության, նվազեցնելով գործարարության պայմաններու կանխատեսելիությունը եւ համարկման գործընթացներու արդյունավետությունը։ Վարչապետը շեշտած է Հայաստանը անշեղորեն կապահովե բարենպաստ հավասար եւ ոչ խտրական պայմաններ Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամբեդություններու տնտեսվարողներու գործունեության համար։ Հայաստանը կակնկալ է, որ համանման մոդեցումը պետք է կիրառվի Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքին։ именно поэтому мы считаем принципиально важным, чтобы Ճիշտ այդ պատճառով սկզբունքորեն կարևոր կհամարենք, որբեսի որևէ միջոցառում, որ գրնահատել անդամբեդություններու, ապրանքներու եւ ծառայություններու ընդհանուր շուկա մոտ գործելու վրա ընդունվի բացառապես Եվրասիական տնտեսական միության իրավունքին համապատասխան համաձայնեցված ընդհանցագարկերու հիման վրա եւ իրավասու մարմիններու միջև գառուցողական գործակցության շրջածիրեն ներս։ Նման հարցերու հանդեսումը գրնա ոչ միայն արգելակել Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացումը, այլև բացասապար ազդելադոր նկատմամբ մեր երկրներու, քաղաքացիներու եւ գործարար համայնքի վերաբերմունքին վրա։ Ի վերջո նման խնդիրները կդատրին առանցին անդամբեդության խնդիրները ըլլալե։ Ադոնք կդառնան ամբողջ միավորման ընդհանուր խնդիրը։ Ճիշտ այդ պատճառով մեզի անհրաժեշտ է ժամանակին վերացնել հարաճածող խոչընդոտները, կանխել միութենեն ներս առևտրատնտեսական հարաբերություններու անգումը, նվազագույնի հասցնել հեղինակության առնչվող գործարար վտանգները, ինչպես նաեւ հետեւողականորեն ամրապնդել փոխադարձ վստահությունը։ Բայց շարք մուղություններով միության սահմանած ռազմավարական նպատակները դակավին ամբողջությամբ չեն իրագործված։ Նկատել տված է Հայաստանի ղեկավարը։ Ըստ անոր ասիկա կնշանակե, որ անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ միայն նոր նախաձեռնություններու քննարկման, այլև արդեն ընդունված որոշումներու գործնական իրականացման, համաձայնեցման, ընդհանցագարկերու առաքացման եւ Եվրասիական տնտեսական միության հիմնարկներու աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա։ Վարչապետը ընդգծած է Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության հիմնված է փոխադարձ պարտավորություններու կատարման, այլ ոչ թե միակողմանի առավելություններ ստանալու վրա։ Ադիկա կվկայե նաև տնտեսական ցուցանիշները։ в 2025 году 2025 թվականին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ներմուծման մաքսադուրքերու ընդհանուր դարեհաշվին փոխանցած է շուրջ $319 միլիոն, մինչդեռ Հայաստանի օգտին պաշխված միջոցներու ծավալը գազմած է շուրջ $175 միլիոն։ Այսպիսով Հայաստանը միության ընդհանուր դարեհաշվին փոխանցած է զգալիորեն ավելի շատ միջոցներ, քան ստացած է, ինչ որ մեր պատասխանատու դիրքորոշման եւ միության շրջանագին ներս բարդավորություններու բարեխիղճ գադարման անմիջական հաստատումն է։ Բագաց խոսուն չէ նաեւ փոխադարձ արևդուրի գենսունակությունը։ 2025 թվականի արդյունքներով Եվրասիական տնտեսական միության անդամբեդություններն ներմուծումը գազմած է շուրջ $5 միլիարդ, մինչդեռ նույն ժամանակահատվածին հայկական արտադրանքի արտահանումը միության շուկա գազմած է շուրջ $3.2 միլիարդ։ Այս տիվերը ցույց կտան, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայի մասնակից է, այլև միության անդամբեդություններու մեջ արտադրվող ապրանքներու եւ մատուցվող ծառայություններու կարևոր սպառող։ Հայաստանի Հանրապետությունը իքիդություն ընդունած է Եվրասիական տնտեսական միության անդամ 4 պետություններու ղեկավարներու 2026-ի մայիս 29-ի հայտարարությունը, որում մեջ աջակցություն հայտնած էր Հայաստանի մեջ Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվե իրականացնելու գաղափարին։ Վարչապետը հիշեցուցած է 2025-ին Հայաստանի մեջ ընդունված է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը,
օրենքը։ Նման օրենքի ընդունման ռազմավարական նպատակը Հայաստանի համար այլընտրանք ստեղծելն է։ Мы понимаем, что одновременное членство Մենք կհասկանանք, որ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության միաժամանակյա անդամակցությունը անհնար է, սակայն նշված օրենքի ընդունման փաստը ինքնին չի նշանակեր, որ Հայաստանը այսօր Եվրամիության անդամ դառնալու հնարավորություն ունի։ Երբաբակային Հայաստանը որակապես պատրաստ է լա Եվրամիության անդամակցության, ադիգա նույնպես չի նշանակեր, որ մեր երկիրը ինքնաբերաբար պիտի դառնա Եվրամիության անդամ։ Ադոր համար թերևս անհրաժեշտ պիտի լա Եվրամիության անդամ պետություններու համաձայնությունը եւ Հայաստանի քաղաքացիներու հավանությունը։ Մյուս կողմէ ակնհայտ է, որ անհնար է այս հարցը ներկայացնել Հայաստանի քաղաքացիներու որոշման առանց նախնական համագարկային նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու եւ նույնիսկ անգեյետ կանհրաժեշտ պիտի լա Եվրոպական միության անդամակցելու պաշտոնական հայդով թիմել Եվրամիության։ Անգեյետ կանհրաժեշտ պիտի լա նաեւ ստանալ Եվրամիության անդամակցելու տեխնացու երկրի կարգավիճակ։ Առանց թվարկված փուլերեն առնվազն մեծ մասը անցնելու նշված հարցով հանրաքվեի իրականացումը պիտի լա փոխանցագազուրկ եւ պիտի նշանակե, որ Հայաստանը իր քաղաքացիներեն կակնկալ է պատասխան այսպիսի հարցիմը, որ այս պահում բարձրապես գոյություն չունի վարչապետի բարձրապանումներ։ будет означать, что мы Ադիգա պիտի նշանակե, որ մենք կագնկալենք, որ Հայաստանի քաղաքացիները ընդրություն կատարեին երկու այլ ընդրանքներու միջև, որոնց մեկը գոյություն չունի։ Ասիգա անհարկալից պիտի լա մեր ժողովրդի նկատմամբ եւ գործնականորեն ոչ օրինական։ Ես շնորհակալ եմ Եվրասիական տնտեսական միության իմ գործընկերներուս, Հայաստանի ինչպես եւ Եվրասիական տնտեսական միության որևէ այլ երկրի դարբեր գործընկերներու հետ հարաբերություններ զարգացնելու եւ սեփական երկրի համար արևդրատնտեսական այլ ընդրանքներ ստեղծելու օրինական իրավունքը ճանչնալու համար ավելին նման մոտեցումը օգտակար կհամարեմ միության համար, քանի որ հնարավոր այլընտրանքներու գոյությունը այն գործոնն է, որ պիտի նպաստե միության մրցունակության եւ քրավչության բարձրացման եւ կգարձեմ ոչ ոք կժխտե, որ այս առումով մենք Եվրասիական տնտեսական միութենեն ներս ընելիք ունենք։ Մենք պատրաստ ենք եւ կառաջարկենք աշխատել այդ ուղղությամբ։ Մյուս կողմէ պետք է նշեմ, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջև արգա հարաբերություններու մեջ չկա որևէ իրավական, տնտեսական կամ քաղաքական բարդավորություն, որ կհագասե միութենեն ներս եւ ադոր շրջանագեն ներս մեր հարաբերություններու ղեկավարին։ Վարչապետը ընդգծած է Հայաստանը կմեկնի այն սկզբունքեն, որ Եվրասիական տնտեսական միությունը պետք չէ թիդարկվի որպես սահմանափակումներ ու տարածք։ Հայաստանը համոզված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններու փոխգործակցությունը երրորդ գործընկերներու հետ պետք չէ ընկալվի որպես զերոական գումարով խաղ։ Республика Армения последовательно выступает за соблюдение Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն հանդես կուքա Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հիմնարար սկզբունքներու պահպանման անդամ պետություններու իրավահավասարության եւ գործնական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման օգտին միությունը այնքան ավելի գրավիչ պիտի լա, որքան ավելի հետևողականորեն պահպանենք մեր իսկ պայմանավորվածությունները եւ հարգենք միմյանց ինքնիշխան իրավունքները։ Նիստի ընթացքին ստորագրված են նաև քննարկված եւ ընդունված հարցեր ու արձանագրությունները։ Անոնք կվերապերին փոխադրամիջոցներու էլեկտրոնային արևտուրի կրթության ոլորտներեն ներս համագործակցության եւ կարգավորումներուն։ Նիստեն յետք վարչապետը պատասխանած է նաև ռուսական լրատվամիջոցներու ներկայացուցիչներու հարցերուն։ Հայաստանը հնարավորություն ունի մնալ Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ վարչապետին ուղղված առաջին հարցերեն մեկն էր։ Вы знаете, я уже сказал, что наша Դուք գիտեք, ես արդեն ասած եմ, որ մեր նպատակն է ստեղծել այլընտրանքներ Հայաստանի Հանրապետության համար։ Կգարձեմ ադիգա որևէ երկրի օրինական իրավունքն է։ Կգարձեմ բոլոր երկրները կաշխատին այդ ուղղությամբ, որպեսզի ունենան այլընտրանքներ։ Այս բաղուն իմ գարձիկովս Եվրասիական տնտեսական միության համար լավագույն մոտեցումը ոչ թե այդ գործընթացը գատվածահարելն է, այլ ընդհակառակը աշխատել միության մրցունակությունն ու քրավչությունը բարձրացնելու ուղղությամբ։ Կգարձեմ ադիգա ճիշտ մոտեցում է։ Եվ ես արդեն ասած եմ, որ Հայաստանը պատրաստ է աշխատելու այդ ուղղությամբ։ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն ըստ վարչապետին Հայաստանի մեջ իրականացվի, սակայն այն բանեն յետք, երբ Հայաստանը պաշտոնապես թիմ է Եվրամիությանն անդամակցելու հարցով եւ այդ ուղղությամբ սկսի համագարկային աշխատանքը։ Այսօր հանրաքվե իրականացնել հնարավոր չէ, կրկնած է Հայաստանի ղեկավարը։ Давайте представим, сейчас мы Պատկերացնենք, որ ճիշտ այս բահուն հանրաքվե կգազմագերբենք եւ գսենք պետք է որոշել Եվրամիություն թե Եվրասիական միություն։ Ինչ կլա քաղաքացիներուն արձագանքը։ Քաղաքացիները պիտի հարցնեն, իսկ ինչ են մեր հնարավորությունները դառնալու Եվրամիության անդամ, իսկ որն է մեր ճանապարհային քարտեզը։ Շատ ու շատ հարցեր կան, որոնց պատասխանները մենք չունենք եւ անգերձ ասած ոչ ոք ունի։ Ճիշտ ասիգա է խնդիրը։ Իսկ այն ինչ այսօր տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության շրջանագերներս միայն կնպաստի, որ Հայաստանի Հանրապետության մեջ ձևավորվի միության նկատմամբ բացասական ընկալում։ Վարչապետը հստակեցուցած է, որ խոսքը կվերապերի հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսիո սահմանափակումներուն, իսկ Հայաստանը համեմատած է արդյոք հայկական ապրանքներու հերանեկարները Եվրամիության եւ Եվրասիական միության շուկաներուն մեջ։ для любой страны
Это очень важный вопрос повысить. Որևէ երկրի համար չափազանց կարևոր է բարձրացնել արտադրանքի որակը, մրցունակությունն ու արտադրական չափանիշները։ Մենք ճիշտ այդ ուղղությամբ կաշխատենք, համագործակցելով ինչպես Եվրասիական միության գործընկերներով հետ, այնպես էլ մյուս ուղղություններով, որովհետև որևէ ապրանքի եւ որևէ տնտեսության մրցունակությունը առաջնային ամենեն կարևոր հարցն է։ Իթեպ իմ ելույթից հիմնական գաղափարը այն էր, որ այս գործընթացը պետք չէ բացասական լույսի ներքո ներկայացվի։ Ընդհակառակը, ասիգա շատ լավ հնարավորություն մնե Եվրասիական տնտեսական միության համար, որ մենք միասին աշխատենք անոր գրավչությունն ու մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Շատ կարևոր է հասկանալ, որ եթե չապահովվին Եվրասիական տնտեսական միության հիմնարար սկզբունքները եւ ադոնց լիարժեք իրականացումը, ապա միությունը պիտի հայտնվի ճգնաժամի մեջ, որովհետեւ այն, ինչ այսօր դեղի կունենա հայկական ապրանքներու շուրջ, իհարկե խնդիր է Հայաստանի Հանրապետության համար, սակայն եթե այս իրավիճակը չփոխվի, ադիգա նույնիսկ ավելի մեծ խնդիր է Եվրասիական տնտեսական միության համար, քանի որ գործնականորեն կստացվի, որ միությունը չի կործեր, եթե ադոր հիմնարար սկզբունքները չեն կործեր, կնշանակե միությունը չի կործեր։ Ինչ կվերապերի Հայաստանին, ապա ըստ վարչապետին ասիգա նոր քաղաքականություն չէ, Հայաստանը շատոնց կվարե բազմազանեցման քաղաքականությունը։ Քաղաքական իմաստով Հայաստանի օրագարկին վրա չէ նաև Հայաստանի ապրանքաշրջանառության համեմատությունը Եվրասիական միության եւ Եվրամիության հետ։ Նկատել տված է վարչապետը։ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի Հանրապետության համար կարևոր տնտեսական գործընկեր է, սակայն այժմ հարցը համեմատելի չէ։ Հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետության համար պետք է ստեղծվին այլ ընտրանքներ։ Между прочим, Իթեպ Եվրասիական միության մեր որոշ գործընկերներ իրենց հայտարարություններով որոշ չափով նույն իրենք կխթանեին այս գործընթացը, ասելով, գիտեք, Հայաստանը ոչ մեկում պետք է, Հայաստանին ոչ ոք կսպասե եւ այլն։ Մենք այդ ուղերձը չընդունեցանք բացասաբար, այլ թրական եւ սկսանք աշխատել ապացուցելու, որ իրականության մեջ իրավիճակը բոլորովին այլ է։ Հայաստանի ղեկավարը շեշտած է, եթե որևէ մեկը կգարձե, թե ունի Հայաստանին քայլեր բարդացրելու լծակներ, ապա նման լծակներ հաստատ չկան ոչ հյուսիսը, ոչ արևմուտքը, ոչ հարավը եւ ոչ էլ արևելքը։ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ նախագահ ընտրեց Ռուբեն Ռուբինյանը։ Ձևավորվեցավ նաև խորհրդարանի ղեկավար կազմը, փոխնախագահներ ընտրվեցան Հայկ Կոնջորյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Քվեարկության նախորդած երկօրյա քննարկումներուն ընթացքին իշխանությունն ու ընդդիմությունը փոխադարձ քննադատություններով անդրադարձան արտաքին քաղաքականության, խաղաղության գործընթացին, ներքաղաքական հարցերուն եւ խորհրդարանի առաջիկա աշխատանքի առաջնահերթություններուն։ Երգորիա քննարկումներուն հաջորդած փակ քախնի քվեարկությամբ Ռուբեն Ռուբինյանը ընտրվեցավ ազգային ժողովի նախագահ։ Ընտրության մասնակցած 91 պատգամավորներեն 63-ը գոմ քվեարկեցին, 28 ընդդեմ։ Շնորհավորանքներեն ու պաշտոնը ստանցնել են յետք Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Գնիաս Հասանովին եւ խոստացավ բադվով գդարել խորհրդարանի ղեկավարի բարդավորությունները։ Սա ինձ համար մեծագույն պատիվ է եւ ես ամբողջությամբ պատկերացնում եմ այն պատասխանատվությունը, որը գալիս է այս որոշման հետ միասին եւ ամեն ինչ կանեմ ձեզ չհիասթափեցնելու համար, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, այն փաստը, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում, ես պատրաստվում եմ լինել ամբողջ ազգային ժողովի նախագահ։ Արդյոք Ռուբինյանը Թուրքիո մեջ գտնված ամիսներուն թուրքերու հետ շփում ունեցած է, հարցը կշարունակեր արդիական մնալ նաև ազգային ժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման երկրորդ օրը։ Եթե վերնագիր դնենք երեկվա օրվան, վերնագիրը կլինի հետևյալը. իսկ դու թուրք տեսել ես։ Ճիշտն ասած, սրանից մոտավորապես մի տարի առաջ ավել պակաս, երբ որ շարժում էր ձևավորվել, մեր ձևով շարժումը, ով որ ինքն իրեն անվանում էր ապաքաղաքական, բայց հավակնում էր մասնակցել քաղաքական գործընթացներին, ես ինքս ինձ հարց էի տալիս, զարմանում եւ զայրանում էի մեկ-մեկ, թե ինչպես կարող է քաղաքական հավակնություն ունեցող խումբը լինել ապաքաղաքական։ Երեք ես տեսա, թե ինչպես։ Մենք հանդիպել ենք ապաքաղաքական խմբակցության ժողովուրդ։ Ես չգիտեմ ոնց արձագանքել են հարցին, թե ոնց որ ով է թուրք տեսել, ով չէ։ Իսկ իրական հարցը հետևյալն է, առանց ռուսների իմացության քանի թուրք ես տեսել Թուրքիայում։ Առանց ռուսների իմացության, առանց ռուսներին տեղյակ պահելու քանի թուրք ես տեսել, դա է նախադասությունը, բայց քանի որ չի ամոթ է տենց հարց ձևակերպել, ուղղակի առաջի մասը կտրել գցել է։ Ես խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանին Ստամբուլում թուրք տեսած լինելու համար։ Ստամբուլում թուրք տեսած լինելը ազգային
քրիստոնեական արժեքներին դեմ է, պարոն Ռուբինյան։ Մենք ոչ թե լիազորություն կվերցնենք, այլ պատասխանատվություն։ Լիազորությունը կպատկանի ժողովրդին։ Ելույթներու ընթացքին հայտարարեցին ընդդիմության ներկայացուցիչները։ Նախկին իշխանություններու օրոք բռնաճնշումներուն վերաբերյալ Ռուբինյանի պատմությունն ալ հիշեցին։ Ագնես Ախամոյանը խոսեցավ այսօրվան մասին։ Ամենամեծ ցավը, որը որ դուք հիմա չեք գիտակցում, ձեզ հետ կատարվել է 18 տարի հետո, որովհետև հիմա օրինակ կա 13 տարեկան աղջիկ երեխա, ով իր մայրիկին տեսնելու, խոսելու հնարավորություն պարզապես չունի։ Տաթևի տղան, 10 տարեկան տղա երեխայի դեպ, իր ծնունդը նախանցած տարի, էլի դիմավորելա առանց մայրիկի, ձեր իշխանության օրոք, պարոն Ռուբինյան, այդ ցավը էնա, որ դուք հիմա ամեն ինչ անում եք արդարացնելու համար, այն բոլոր ապօրինությունները եւ բռնաճնշումները, որոնք դուք ասում եք, որ ձեր մաշկի վրա զգացել եք։ Տարբերությունը հիմնական այն է, որ պարոն Ռուբինյանի հորը եւ առհասարակ մարտի 1-ի գործով ձերբակալված ու կալանավորված ու դատապարտված մարդիկ անմեղ էին։ Մարդիկ անմեղ էին։ Այո, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք, որովհետեւ այո, մարտի 1-ի գործով այդ մարդիկ անմեղ էին։ Այդ մարդիկ հերիք չի ծեծվել էին, հերիք չի նրանց ընկերները սպանվել էին Երևանի փողոցներում, միայն նրա համար, որ հաս չէին այն բանի համար, որ ձեր հայրը կեղծել էր ընտրությունները, որպեսզի իր իրավահաջորդ Սերժ Սարգսյանին նշանակեր նախագահ, որպեսզի նա էլ պարոն Կարապետյանի հորը ընդուներ աշխատակազմի ղեկավար աշխատանքի, հաս չէին դրա հետ, ու ընդամենը խաղաղ ցույցեր էին անում։ Այդ մարդկանց նախ ծեծեցին, հետո այդ մարդկանց սպանեցին, հետո էլ այդ մարդկանց ընկերներին դատեցին։ Իմ տղաները ոչնչով ավել չեն Հայկ Ապրեսյանից, իսկ ես ոչնչով ավել չեմ Հայկ Ապրեսյանի մորից։ Հայկ Ապրեսյանը մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր է, ով որ զոհվել է ձեր իշխանությունների վարած քաղաքականության պատճառով եւ իմ տղաները իրանցից ոչնչով ավել չեն։ Եվ հետևաբար ամեն ինչ արվում է հատուկ նրա, որպեսզի խաղաղությունը լինի, որպեսզի պատերազմ չլինի, բայց ոչ մեկին առավել ու ներքև չդասելով։ Սիրելի արցախցիներ, մռավասարեն նման պնդկացիկ, մունք մեր հայրենիքում նանք, վեշիմպեն մորացվալ չի ու վեշիմպեն ներվալ չի։ Դուք միանշանակ ձեր հայրենիքում եք, եւ ես երբ որ ասում եմ, որ ես ամեն ինչ կանեմ, որ իմ եւ ձեր երեխաները չտեսնեն երբևէ պատերազմ, ես այդ թվում նկատի ունեմ մեր սիրելի Ղարաբաղցի քույրերին ու եղբայրներին, որոնք այս 30 տարիների ընթացքում ավելի քան են տեսել այդ պատերազմը եւ էլ պետք չի տեսնեն։ Իմ որդին էլ ոչնչով առավել չի, եւ ես ինչ եմ ասում, որ ես պետք է ամեն ինչ անեմ, որ ինքը պատերազմ չտեսնի։ Որտեւ ես գիտեմ, որ երբ որ ժամանակը գա, ոնց որ ես իմ եւ իմ եղբայրը չենք խուսափել բանակում ծառայելուց, նենց էլ իմ որդին չի խուսափել։ Ընդդիմադիրները բարձրացուցին նաև շահերու փախման, բաշտոնյաներու, հարազատներուն, բարձր աշխատավարձով բաշտոններու նշանակման հարցերը։ Խորհրդարանի նախագահի տեխնազուն փաստերով ագադարցեց։ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը, ում ես բնականաբար չեմ ճանաչում, հավանաբար լավ էլ մասնագետ է, նշանակվել է Ամիո բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ բիզնես զարգացման գլխավոր տնօրեն։ Առաջին հայացքից ինչ մի խնդիր կա։ Մարդը Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվել է բանկում կարևոր պաշտոնի, ամբողջ հարցը այն է, որ Ամիո բանկի 25%-ը պատկանում է կառավարությանը։ Եվ այն բանից հետո, երբ կառավարությունը 25% մասնաբաժին է ձեռք բերում Ամիո բանկում, այդ պահից հետո է, որ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվում է տվյալ բանկում բարձրաստիճան պաշտոնյա։ Իմ եղբայրը 2007 թվականից, այսինքն արդեն 19 տարի աշխատում է բանկային համակարգում։ Իմ եղբայրը 2007 թվին էր աշխատում բանկում, 2008 թվին, երբ որ ասում է, որ ԱԱԾ-ից եկան մեր տուն, հորս հրավիրեցին ԱԱԾ 3 ամիս հետ չեկավ։ Այդ ժամանակ, երբ որ պարոն Քոչարյանի հայրը նախագահ էր, պարոն Կարապետյանի հայրը ՀԿ խմբակցության ղեկավար էր, այդ ժամանակ էլ իմ եղբայրը բանկում էր աշխատում։ Հիմա մեղադրանքն ինչու՞մ է, որ իմ եղբայրը աշխատել, մի բանկում աշխատել, հետո գնացել է մյուս բանկ աշխատել, մեղադրանքներն է, որ ահա այն մյուս բանկում եթե 25% մասնակցություն ունի պետությունը, ուրեմն շարի բախում կա, որտեղ, բացատրեք ինձ։
Հաջորդը էլի ձեր այդ տարօրինակ տրամաբանության։ Հա իմ եղբայրը 20% պետական 25% պետական մասնակցությամբ առևտրային բանկում աշխատում, Մեսրոպ Մանուկյանի կինն էլ 100% պետական մասնակցությամբ ազգային ժողովում աշխատում։ Եվ ո՞րն է ձեր տրամաբանությունը։ Մեր երկրի զարգացման, մեր հայրենագիցները Բաքվի փանդերեն վերադարձնելու համար առանցքային թերունի խաղաղության պայմանագիրը իր ելույթի մեջ հայտարարեց ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը։ Ան խոսեցավ իրենց մտահոգություններուն ու հարաճիգա նպատակադրումներուն մասին։ Ան նշեց, որ պետք է թույլ չտան, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շրջանակներում մեջ ժողովրդական ներկայություն ունենա մեր երկրի մեջ։ Այդ իսկ պատճառով իմ առաջարկն է, գիտեմ շատ մեր նոր գոլեգաներ ասեցին, որ ինչու ենք ժողովրդին լարում այս հարցով, եկեք չլարենք։ Մենք ունենք առաջարկ։ Մեկ օրենքով այս հարցը լուծվում է։ Եկեք ընդունենք օրենք, մենք դա անվանում ենք Հակա Սաֆարովյան օրենք, որով ուղղակի իրավունք չենք տալի ադրբեջանցիներին 10 օրից ավել գտնվել մեր երկրում եւ ունենալ գույք կամ հող այստեղ։ Դրանով մեր հարցերը սպառվում են։ Ղարաբեդյանը հայտարարեց, որ իրենք թեմ պիտի քվեարկեն Ռուփինյանի տեխնացության, իսկ Հայաստան խմբակցության դիրքորոշումը փակ քախտնի քվեարկության չմասնակցիլներ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունով Արայիկ Հարությունյանը խոսեցավ Ռուփինյանի անցած ճանապարհին, ինչպես նաև ժողովրդին ընտրության մասին։ Քաղաքացին արդեն որերորդ անգամ քվեարկում է հանուն իրական Հայաստանի։ Բայց դուք դեռ դեգերում եք պատմական Հայաստանում։ Քաղաքացին մերժել է սա, եւ եթե տվյալ դեպքում ուժեղ Հայաստանը շարունակի այդ տրամաբանության մեջ զարգանալ, արժանանալու է մյուս գործընկերների ճակատագրին, երբ որ գրեթե 60-70%-ով կրճատվեց նրանց խմբակցությունը եւ հաջորդին ընդհանրապես այստեղ չեն լինի։ Բայց ես կոչ եմ անում, պարոն Կարապետյան, իդեպ ձեր ելույթը նորմալ, այսինքն ելույթերը շատ մասերի հետ համաձայն չէի, բայց ոչի իմաստով ես կարծում եմ, ես համարում եմ, որ դուք ընդունել եք իմ առաջարկը եւ համարում եմ, որ Տիկին Գրիգորյանն էլ է ընդունել իմ առաջարկը բարեկիրթ լինելու։ Իդեպ Տիկին Գրիգորյան, ես չեմ առաջարկել «Ребята, давайте жить дружно», ես առաջարկել եմ լինել «Ребята, давайте быть բարեկիրթ»։ Կառավարության նոր կազմի առաջին նիստին քննարկված են առաջիկա 5 տարվան առաջնահերթությունները, ընդունված են շարք որոշումներ ճանապարհաշինության, խաղադրային ոլորտի կարգավորման եւ նախարարություններու վերանվանման վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարած է, որ բարեփոխումները պետք է իրականացվին ավելի վճռական, իսկ մինչեւ 2031 թվականը Հայաստանի Հանրապետության պետք է վերադարձվի $2 միլիարդ աբորինի օդարված գույք։ Նոր ձևավորված կառավարության հարաճիգա անելիքներուն ամբողջական անդրադարձը պիտի կատարվի 2026-2031 թվականներու գործունեության ծրագրի քննարկումներու ընթացքին։ Նոր անդամներով համալրված գործադիր իշխանության առաջին նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Փաշինյանը։ Մեր գործունեության մի հսկայական հատվածը լինելու է շարունակականության ժանրի մեջ, բայց նաև ակնհայտ է, որ մենք պետք է անենք որոշ վերանայումներ մեր աշխատանքը ավելի արդյունավետ իրականացնելու համար, այն ինչ նախորդող շրջանում չի ստացվել, մենք իհարկե պետք է վերլուծենք եւ վերլուծում ենք եւ վերլուծել ենք դրա պատճառները եւ պիտի անենք անհրաժեշտ հետեւություններ, իսկ այն ինչ ստացվել է, դա էլ պետք է վերլուծենք, վերլուծել ենք, վերլուծում ենք եւ պետք է առավել արդյունավետ մոտենանք հարցերին եւ փորձենք մեր աշխատանքը դարձնել առավել արդյունավետ։ Կառավարությունը 15 միլիարդ 65 միլիոն դրամ հատկացուց 63.5 կիլոմետր ճանապարհներու նորոգման համար, 76.4 կիլոմետր ճանապարհներու միջին նորոգման, ուղղվեցավ 3.7 միլիարդ դրամ, 1.6 միլիարդ դրամ թբրոցներու մասնաշենքեր դանող 10.6 կիլոմետր ճանապարհներու նորոգման համար։ Վարչապետը ուշադրություն հրավիրեց Սևանի շուրջ ճանապարհներու նորոգման ծրագիրներուն։ Նորոգողներու ցանկին վրա է նաև Ծովակ Վարդենիս 9 կիլոմետր ճանապարհահատվածը։ Երկար մտածում ենք, թե ինչ տարբերակով է պետք առաջ գնալ, որովհետև ի սկզբանե նախագծված է ինքը բավական մեծ բարձրություն էր նախատեսում, որը մենք հասկացանք, որ չարժի այդքան ծախս անել, որովհետև
իրատեսորեն Սևան այդքան չի բարձրանալու, որ այդքան բարձրացնելու անհրաժեշտություն ունենանք, դրա համար մենք ավելի փոքր ծախսով ավելի քիչ կբարձրացնենք ճանապարհը։ Իհարկե այս մոտեցման թերությունն այն էր, որ ճանապարհի այդ հատվածը ըստ էության Սևանի շուրջ միակ կտորն է, որ լավ վիճակում չի գտնվում։ Ընդհանուր երկարությունը 20 կիլոմետրից ավել է։ Մենք այս նախագծով կոնկրետ 3 լոտերով ենք պլանավորում իրականացնել։ Այսօրվա ներկայացված երկարությունը 9 կիլոմետր է, մյուս երկու նախագծերը այս պայն փորձաքննությունների փուլում են գտնվում։ Վստահ ենք, որ 27 թվին Սևանի շուրջը վատ վիճակում գտնվող ճանապարհ չենք ունենա։ Խուդատյանը հավաստիացուց, որ հաջորդ տարի այդ հատվածի մեջ անբարեկարգ հատվածներ պիտի չլան։ Վարչապետը թվարկեց ծրագիրները, անդրադարձավ նաև գրթահամարիլներու գառուցման ծրագիրներու քննարկումներուն, նշելով, որ կառավարությունը այդ ծրագրով պատասխանատվություն կգրե աշակերտներուն ստացած կրթության որակին համար։ Մեզ պետք է միջավայր, երկրորդը պատշաճ լաբորատորիաներ, մարզական ենթակառուցվածքներ եւ այլն, եւ այդպես շարունակ, ինչպես նաեւ պատշաճ որակավորված մանկավարժական կադրեր։ Եվ սա շատ կարևոր եւ ռազմավարական նշանակության նախագիծ է կրթության որակի հետ կապված։ Երեք լուրերով նայում եմ, որ այս տարի ընդունելության քննություններին անբավարար ստացած դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ էականորեն ավելի մեծ է։ Սա ահազանգ է, մենք պետք է հասկանանք։ Ըստ ամենայնի մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետեւ շատ ենք կոմպրոմիսների գնում։ Անընդհատ գնում են կոմպրոմիսների, եւ արդյունքում ով է դրանից տուժում։ Տուժում են երեխաները։ Որովհետեւ եթե լավ պետք է առերեսվենք, հա, ասենք ատեստավորման գործընթացը։ Լավ 1 2 3 4 5 6 7, ասենք ինչքան կարելի է, չի հաղթահարում մարդը, պետք է վերջ ասենք, վերջ, էլ պետք է չաշխատի դպրոցում, որովհետեւ այդ իր աշակերտն է, որ գնում է չի կարողանում ընդունելության քննությունը գոնե բավարար ստանա, չենք ասում է գերազանց ստանա, գոնե բավարար ստանա։ Սրանք խնդիրներ են, էլի եմ ասում, շատ են կոմպրոմիսի գնում, անընդհատ հենց ինչ որ բաներ անում։ Որոշումները կայացված են, պետք է շատ հստակ, հատու, վճռական ձևով պետք է իրականացնել։ Եվ որևէ կասկածի տեղ չկա, որովհետև որևէ կասկած չկա, որ մենք դա անում ենք երեխաների շահերից ելնելով։ Գլխավոր տվյալախազուհին անդրադարձավ Բեդության շահերու պաշտպանության հայցով կնքված հաշտության համաձայնությամբ Հայաստանի սեփականության իրավունքը վերականգնված Երևանի Աղայան փողոցի 7-րդ շենքի նգուղային տարածքն ու հողամասը Պետական քույքի կառավարման կոմիտեին ամրացնելու նախապատմության, որ առնչված է նաև քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին։ Հայցի քննության ընթացքում առաջարկվել էր հաշտության համաձայնություն, որը դատարանի 2026 թվականի ապրիլի 14-ի վճռով հաստատվել է։ Վարչապետը կարևոր համարեց վերադարձված քույքերուն հետագա ճակատագիրը։ Ան նշեց, որ քաղաքացիեմը նամակ ստացած է, թե համայնքին վերադարձված քույքը համայնքը գրգին գուզե վերադարձնել այն անձին, որ մե վերադարձված էր համայնքին։ Փաշինյանը անհրաժեշտ համարեց վերադարձված տարածքներուն առնչվող հայեցակարգային մոդեցումներ մշակել։ Այգիներ կա, որ տենց բանակցելով վերադարձվել են այնտեղ այգիներում ներդրումներ արվել են, բայց մեր ոչ մի հաշվետվության, ոչ մի հաշվառման մեջ չի երևում։ Էս էլ է պետք անել։ Երկրորդը մենք հայեցակարգային առումով հիմա մենք ունենք կրիտիկական ենթակառուցվածքներ։ Այլ մեխանիզմներ էլ կան, որի շրջանակում հեծի հետ կապված process-ներն ենք տանում։ Բայց կան նաև օրինակ խոշոր ձեռնարկություններ, որոնք պետք է վերադարձվեն։ Բայց մտածելով այդ խոշոր ձեռնարկություն հետի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք։ Դա լինելու է պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրված կառավարման։ Այս պարզ է, բայց արտադրական ձեռնարկություններ, որոնք կլինեն, ես չեմ կարծում, որ մենք դա պետքա պահենք կառավարման ներքո, որովհետև խնդիր կլինի։ Դա պետքա մենք թափանցիկ մրցույթներով մասնավորեցնենք անպայման։ Իհարկե կառավարության որոշակի տնօրենների խորհրդում տեղ ունենալու համար ինչ որ բաժնեմաս մենք կարողանանք պահել։ Այսինքն սրանք հարցեր են, որոնց շուրջ մենք պետքա կողմնորոշվենք եւ դասակարգենք եւ գնանք առաջ։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև վարձակալութենեն վերադարձվող հազարավոր հեկտարներով տարածքներու խնդրին։ Մենք խնդիրը ձևակերպելու ենք հետեւյալ կերպ։ 2026-ից 2031 թվականը 2 միլիարդ դոլարի ապօրինի օտարված գույք պետքա վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին։ Սա շատ իրատեսական խնդիր է, առավել եւս այն process-ները, որ մենք ընտրություններից հետո տեսնում ենք եւ նաեւ
հանրության շատ հստակ պահանջ կա ձևակերպված, ես ուզում եմ նաև հանրության շնորհակալություն հայտնել այդ համբերատարության համար, չնայած այդ ձգձգումները մեզ նույնքան են նյարդայնացրել, ինչքան հանրությանը, բայց այնուամենայնիվ մեխանիզմները գործարկված են։ 26-ից 31 թիվը 2 միլիարդ դոլարի գույք պետք է վերադարձվի պետությանը եւ համայնքներին այս բոլոր մեխանիզմների գործարկմամբ։ Գլխավոր թադախազուհին հայտնեց, որ աբորինի ձակում ունեցող քույքի բռնականցման լիազորության շրջանագետներս օրինական ուժի մեջ մտած վճիրներով եւ հաշտություններով Հայաստանին վերադարձված քույքի եւ տրամական միջոցներու արժեքը շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ է։ Այս պահին միայն աբորինի ձակում ունեցող գույքով ունենք 172 հայց դատարանում, 2-ը վարույթ ընդունելուն սպասում ենք, մեր ընդհանուր հայցագինը 628 միլիարդ 600 միլիոն դրամ է։ Բացի այս, մենք պահանջում ենք 1486 անշարժ գույք, 371 շարժական գույք, 464 իրավաբանական անձում մասնակցություն, ինչպես նաև դրամական միջոցներ, որոնց ընդհանուր չափը կազմում է 464 միլիարդ 600 միլիոն դրամ։ Սահմանվեցավ խաղադնային ոլորտի ղեկավարման դեսահսկողը 2024-ի օրենսդրական փոփոխություններով ներդրված էր թվային հսկողության կորձիկագազմ, բեդություն մասնավոր կորձակցության, դրամապանությամբ հաջորդած որոշումներով ստեղծված էր փաց մրցույթ իրականացնելու հիմք, որուն հայտ ներկայացուցած էին 3 օտարերկրյա գազམ-ագերբություններ։ Հաղթող է ճանաչվել Random Systems International Limited ընկերությունը, որն ունի համապատասխան փորձ եւ նույնանման գործառույթ է իրականացնում նաեւ մեր հարևան Վրաստանում, հանդիսանալով խաղային գործունեության կարգավորման օպերատոր։ Հաղթող մասնակցի կողմից ստեղծվել եւ պետական գրանցում է ստացել խաղերի վերլուծության եւ մշտադիտարկման համակարգ սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, որին նախագծով առաջարկվում է սահմանել որպես խաղային ոլորտի կարգավորման օպերատոր։ Հաղթող ընկերությունը բարդավոր է էլեկտրոնային համագարկը ներդնել 6 ամսյա ժամկետի մեջ վարչապետին խոսքով խաղադնային ոլորտի կորձառույթները խաղաթրույթ կատարելը, շահումը ստանալը պիտի իրականացվին այս տեսահսկողին պատրաստած հարթակի միջոցով։ Բացառելու ենք։ Երկրորդը, այն պարագայում, երբ որ մենք մարդկանց սահմանափակումներ ենք դնում, որ իրանք չեն կարող խաղադրույք իրականացնել, այդ սահմանափակումները կիրառելու ենք, եւ երրորդը նաեւ որոշակի հարկային գործիքներ ստանալու հնարավորություն ենք ունենալու, կարողանանք օգնել բազմաթիվ մարդկանց, ովքեր խնդիր ունեն, իրենք գիտակցում են, որ իրենք դա պետքա չանեն, բայց խնդիրը մենք այդ մարդկանց ներառյալ իրենց դիմումի համաձայն այդ մեխանիզմն էլ պետք է մենք դնենք, մարդը որ գա դիմի, որտեղ այնց դեպքեր եղել, այնց փողոցում մարդ կանգնեցել, ասում չեմ կարող, մի բան արեք, ինձ այս խնդրից փրկեք։ Մարդը պետքա կամ ընտանիքի անդամը հնարավորություն ունենա դիմում գրել, ասել այս մարդուն արգելեք, որ ինքը խաղադրույք կատարի։ Նախաբես սահմանափակված է նաև կովազդը, ավելցված է հարգային փերը ստվերը գրջադելու քայլեր առնված են։ Ասիգա ոլորտի ղեկավարման եզրափակիչ փուլն է նկատել տվավ վարչապետը, շեշտելով, որ ընդհանուր առմամբ թաշտը ավելի թափանցիկ պիտի դառնա։ Նոր համագարկը պիտի կորձե 2027 թվականին։ Բարձր արհեստագիտական արդյունաբերության նախարարությունը պիտի վերանվանվի Բարձր արհեստագիտական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարություն, աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարարությունը, աշխատանքի եւ Գեցության նախարարություն, իսկ արտաքին գործոց նախարարությունն ալ արտաքին գործոց եւ միջազգային արևդուրի նախարարություն կառավարության առաջարկը պիտի ուղարկվի խորհրդարանի հաստատման։ Հաշվապատվան համար մենք պատրաստած էինք այսքանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։